24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք մեկ ամսից ավել շարունակվող Բաքվի կեղծ դատավարություններից եւ Ռուբեն Վարդանյանի ծանր վիճակից, արդեն 20 օրից ավել է ինչ հացադուլում են գտնվում, այսօր երեկվանից Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն են ելույթներով հանդես գալիս, ինչ փոփոխություններ կարող են դրական լինել առասարակ, ինչ կարող ենք սպասել։ Եվրոպայի խորհրդարանի այդ ելույթները ընդունելիք բանաձևը, որ այսօր ես վստահ եմ կընդունի, ցավոք սրտի, եթե շատ մեղմ ասեմ, առանձնապես մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր ելույթ ունեցողները խոսում էին այն մասին, որ պետք է արդար դատավարություն լինի, պետք է մարդասիրական բանտարկյալների հետ այնտեղ բանտում գտնվողների վիճակը բարելավի եւ այլն, ինչը իհարկե շատ կարեւոր է այդ մարդկանց անձնականի համար, այնտեղ, բայց ամենայն հարգանքով այդ պատգամավորների նկատմամբ դա գրոշի արժեք ունի իրենց ասածը եւ ընդունելիք բանաձևը, որովհետեւ իրենց ասածը պիտի լիներ ոչ թե արդար դատավարությունը, այլ ընդհանրապես որ որևէ դատավարություն չլինի։ Այդպիսի պահանջել են ուզում ներկայացնել, որ ներկա գտնվեն դատավարության իրենք։ Նույնիսկ դա, ես բացատրեմ, թե ինչու եմ այդպես ասում։ Ադրբեջանը դա ներկայացնում է որպես իր ներքին գործը։ Ասում եմ, մեր ներքին գործն է, մենք դատում ենք։ Բայց Ղարաբաղյան խնդիրը երբեք Ադրբեջանի ներքին գործը չի եղել։ Դա եղել է միջազգային խնդիր։ Դրա համար էլ միջազգային ացիանտ-կառույցներ են ստեղծվել, որպեսզի այդ հարցը լուծեն։ Եթե դա Ադրբեջանի ներքին գործն էր, ինչու էր Ադրբեջանը իր ներքին գործերը քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ հաջորդով մասնակցում էր քննարկումներին։ Իսկ եթե դա Ադրբեջանի ներքին գործը չէ, հետեւաբար այդ դատավարություն կամ չպիտի լինի ընդհանրապես, կամ պիտի լինի միջազգային ացիաներում եւ ոչ երբեք Բաքվում։ Այ եթե Եվրոպայի խորհրդարանը այդպիսի պահանջ ներկայացներ, ես կասեի, որ շատ հստակ քաղաքական քայլ է։ Իսկ նրանք ուղղակի մարդասիրական ինչ-որ հարցեր են բարձրացնում, ինչ էլ եմ ասում։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար շատ կարևոր է, բայց քաղաքական առումով լեգիտիմացնում է փաստացի այդ գործընթացը, ինչ-որ ես չեմ ուզում այդպիսի բաներ ասել, ասում քաղաքական իմաստով դրա արժեքը 0 է։ Կարող է շատ հեշտությամբ Ադրբեջանը արհամարել այս բանաձևը եւս, ինչպես շատ որոշումներ, թե չի արհամարի, թե պայմանները փոքր-ինչ կբարելավի, թե չի բարելավի։ Դա մեր հայրենակիցների համար է կարևոր։ Պահանջներ պետք է դրվեն։ Քաղաքական առումով, այո, լեգիտիմացնում է դա եւ քաղաքական առումով դրանից մեզ որևէ օգուտ չկա։ Որովհետև այդպիսի այդ կարգի բանաձևերով Եվրոպայի խորհրդարանը ընդունում է, որ դա իսկապես էլ Ադրբեջանի ներքին գործն է։ Բա որ Ադրբեջանի ներքին գործն է, ինչու է այդքան տարիներ քննարկում միջազգային ացիաների, միջազգային կառույցների ներքո։ Այս դեպքում ինչ է լինելու, եթե հստակ պահանջ Ադրբեջանին այդպես էլ որևէ տեղից չի ներկայացվում։ Լինելու է այն, ինչ սովորաբար լինում է Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդարանը օգտագործելու է դա որպես լծակ Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու համար, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններով Ադրբեջանից նավթ ու գազ գնի, դրանից մենք ոչինչ չենք շահելու, իրենք շահելու են, Ադրբեջանը ասելու է դա մեզ համար առանձնապես կարևոր։ Եվ գերիների հարցը մնալու է այսպես անորոշության մեջ։ Եթե գերիների հարցը լուծվի, դա չի լուծվելու Եվրոպայի խորհրդարանի ինչ որ բանաձևերով կամ ճնշումներով։ Իսկ ինչպես պետք է լինի։ Դա պիտի դառնա բանակցությունների առարկա կամ նույնիսկ բանակցությունների նախապայման, որտեղ եթե Հայաստանը մեզանից ինչ-որ ակնկալ, Ադրբեջանը եթե մեզանից ինչ-որ ակնկալիքներ ունի, եւ եթե իսկապես ցանկանում է առարկայական բանակցություն, մենք պիտի այդ հարցը որպես նախապայման դնենք, առավել եւս որ իրենք պարտավորվել էին բոլոր գերիներին, պատանդներին անհապաղ ազատ արձակել։ Բայց Ալեն Սիմոնյանն ասում է, եթե այդպես անենք, Վարդան Օսկանյանի ասածին էր պատասխանում, նաեւս առաջարկել էր, որ բանակցություններ չսկսել, քանի դեռ գերիները չեն վերադարձել, ասում է դա սադրանք կլինի, եթե մենք այդպես անենք։ Այդ տրամաբանությամբ կարելի է սադրանք դիտարկել ամեն ինչ եւ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր, երբ իրեն հարցնում էին, ասում էին, այ ադրբեջանցիները ձեր մշակութային ժառանգությունը ոչնչացնում են բուլդոզերներով։ Ինքը ասում էր, դե եթե մենք այդ հարցը բարձրացնենք չափից դուրս հետևողական լինենք, դա սադրանք կլինի, Ադրբեջանը կօգտվի դրանից, դա չի նպաստի խաղաղության։ Դե այդ տրամաբանությամբ կարելի է ընդհանրապես հանձնվել, ոչինչ չանել, վախենալ, որ հանկարծ նրանց չբարկացնենք։ Եվ հետո այդ գերիների հարցը չի այնտեղ քննարկվում։ Այնտեղ այդ Հայաստանի հարցն է։ Այո, քննարկվում։ Պատերազմի հարցն է քննարկվում։ Նրանք այդ դատավարությունը անում են, որպեսզի Հայաստանի
նկատմամբ հաջորդ ագրեսիայի լեգիտիմ հիմք ստեղծել։ Այսինքն դա այդ 23 հոգու մասին չի, դա Հայաստանի Հանրապետության մասին է եւ մեր բոլորի մասին է։ Եվ ոչ մենք 44-օրյա պատերազմի, այսպես ասած, հանգամանքները, չէ՞ որ այնտեղ մեղադրանքները սկսվում են 88 թվականից, 88 թվականից։ Բայց Հաջիևը նոր, այսպես առաջարկներով, պահանջներով է հանդես գալիս, ասում է, թե Հայաստանն ուզում է երևալ, որ ինքը խաղաղարար է, ապա Հայաստանում թաքնված ահաբեկիչներ կան ռազմական, պետք է հանձնի մեզ։ Այս հայտարարությունը ինչու արվեց իրենց կողմից։ Նրանք անընդհատ պահանջները, չէ, նրանք ավելի վաղել էին այդ պահանջները առաջ քաշում, նույնիսկ ցուցակ ունեին, եթե չեմ սխալվում 60-ից ավել, բայց այդ ցուցակը բնականաբար անընդհատ իրենք ընդլայնելու են, այդ թվում նաև հաշվի առնելով Բաքվի այդ այսպես կոչված դատավարությունում հնչած ցուցմունքները անընդհատ ընդլայնելու են, բայց ելի եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանին մնար, գուցեև ինքը հանձներ, բայց դրանով հարց չի լուծվելու եւ այդ հարցի պատասխանը մենք ունենք։ Եթե դա պիտի քննարկվի, ուրեմն պիտի քննարկվի միջազգային ատյաններում եւ զուգահեռաբար պիտի ընթանա ադրբեջանցի ռազմական հանցագործների դատավարությունները, որոնց վերաբերյալ փաստեր, վկայություններ, տասնյակ հատորներով կան, ականատեսները կան, ամեն ինչը կա։ Այնպես չի, որ մենք հակափաստարկներ չունենք։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի դեպքում խոսում է փոխադարձության մասին, ասում է դե փոխադարձ պիտի լինի, ես չեմ հասկանում, թե ինչու այս դեպքում չի ասում, որ դա փոխադարձ պիտի լինի։ Չէ՞ որ ձեր ռազմական հանցագործներին հրապարակավ, չգիտեմ, հերոսի կոչում եք տվել եւ այդ փաստերը կան։ Այն նրան, եթե պիտի ռազմական հանցագործներին տատել, պիտի նրանցից սկսել։ Ամեն դեպքում ոչ Բաքվում եւ ոչ Երևանում։ Եթե դա պիտի լինի միջազգային ատյաններում։ Հիմա միջազգային հայցերից հրաժարման գործընթացն է կարծես առարկայական փուլ մտել, մինչ այդ ասվում էր, որ էլի փոխադարձաբար սկզբունքով պետք է լինի, բայց կարծես թե հիմա Հայաստանն է այդ քայլը անում եւ Ադրբեջանը հենց դրա համար պահանջում է։ Եղիշե Կիրակոսյանի հեռացումը այս տրամաբանության մեջ էր, ինչի մասին խոսում էր վաղուց։ Ես չգիտեմ ինչ տրամաբանության մեջ էր, թող Եղիշե Կիրակոսյանը հարցազրույցի ժամանակ չհերքեց մեկ անգամ ճեպազրույցի, որ այո վեճ է եղել իր եւ Փաշինյանի միջև, որ ինքը չի ցանկանում, որ հայցերը հետ քաշ։ Եթե Եղիշե Կիրակոսյանը համարում է, որ դա իր անձնական գործն է, որի մասին կարող է խոսել կամ կարող է չխոսել, այդ լավ չի։ Դա պետական խնդիր է եւ ինքը իրավունք չունի չխոսել, բան ունի ասելու, թող հրապարակավ ասի։ Սա իր եւ մեկ այլ անձի հարաբերությունների հարց չի։ Սա Հայաստանի պետական շահի հարց է։ Դե բայց որոշումը կա, Փաշինյանն էլ ասում է։ Դա հետաքրքրում է, թող բաց տեքստով ասի, ինչն է իրեն խանգարում։ Մտածում է, որ հետագայում ուրիշ պաշտոն չեն տա, այդ դեպքում ստացվում է, որ նա իր անձնական կարիերան բարձր է դասում պետական շահից։ Բայց ինչ ասի, մենք բոլորս գիտենք, որ այդ հայցերից պետք է Հայաստանը հրաժարվի։ Փաշինյանն է ասի ժամանակ։ Ես չգիտեմ նրա պաշտոնանկության պատճառը դա է, թե դա չի, թող բարի լինի, ասի կամ չասի։ Դե դա չասած ընդհակառակը Փաշինյանի շնորհակալություն էր հայտնում։ Ինչ ասեմ։ Բայց ամեն դեպքում կասկածները եւ նաեւ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որ փոխադարձաբար սկզբունքով հայցերից հրաժարվեն։ Իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը հակապետական քայլ է անում, ինքը այդ արդիվ հրաժարական է տալիս եւ ասում է շնորհակալություն, պարոն վարչապետ, որ դուք հակապետական քայլ եք անում։ Նորմալ է։ Իսկ ինչ հետևանքներ ունենալու սա մեզ համար, եթե մենք հայցերից հրաժարվում ենք միջազգային ատյաններ եւ ներկայացրած եւ հետագայի համար նաեւ ինչ խնդիրներ կստեղծի, եթե Աստված չանի կարիք լինի։ Խնդիրն այն է, որ հերթական անգամ իշխանությունները անում են մի բան, որի արդյունքը զրոյական է լինելու։ Արդյունքում Հայաստանը հրաժարվելու է, Ադրբեջանը չի հրաժարվելու։ Դա է լինելու, ինչպես սահմանազատման դեպքում։ Մերոնք հետ քաշվեցին։ Իսկ լավ, ենթադրենք, տեսեք ինչի մասին է խոսքը։ Ենթադրենք խաղաղության համաձայնագիրը ստորագրվում է եւ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է օրինակ $100 միլիարդ, որպես ռազմատուգանք կամ ռեպարացիա։ Եվ որտեղ ենք մենք դա բողոքարկելու, եթե մենք պարտավորվել ենք չդիմել միջազգային ատյաններ։ Ինչպես ենք բողոքարկելու։ Միգուցե չենք պարտավորվում դիմելու հարցում, բայց եղածներն ենք հետ քաշում։ Բայց այնտեղ հստակ կա, որ պարտավորվեն, հետագայում եւս, չէ՞։ Մինչև հիմա եղած հայցերի մասին չի խոսքը։ Այսինքն նոր խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Իհարկե Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չի, նորանոր խնդիրներ ստեղծելն է Հայաստանի համար, որպեսզի իրենք մաքսիմալ կոմֆորտ պայմաններով ստանան այն, ինչ բաց տեքստով են ասում։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների առաջընթաց կարող է լինել, որովհետև այդպիսի կանխատեսումներ կան, որ պատահական չէր, որ թուրք լրագրողները պետության հաշվին եկան հարցազրույցներ վերցրեցին Նիկոլ Փաշինյանից, Ռուբեն Ռուբինյանից, եւ ինչ որ գործընթաց լինելու է մասնավորապես Մարգարե անցակետի հետ կապված։ Ինքնին փաստը դրական եմ համարում։
Եվ հակված չեմ ասել, վա, ինչ վատ է, որ մեր բյուջեի հաշվին եղավ, եթե դա մեզ պետք է, այո, պետք էր մեր բյուջեի հաշվին անել։ Եվ ես հասկանում եմ, որ Թուրքիայում գուցե Հայաստանի նկատմամբ այլ ընկալումներ կան, որոնք այդպիսի այցերով հնարավոր է փոխել։ Այլ հարց է, թե ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ասել այդ լրագրողներին։ Մենք հերթական անգամ կարող ենք շոկի մեջ հայտնվել, երբ որ ինքը պարզվի, որ ինքը հերթական անգամ իր ինքնությունը տրանսֆորմացիայի է ենթարկել։ Այսինքն փաստը ինքնին դրական եմ համարում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայ-թուրքական ներողություն, ապա դրանք ուղղակիորեն կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, եւ այդ հարցը կարող է լուծվել միայն փաթեթով, ցավոք սրտի։ Եվ ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները փորձել են տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից, եւ միշտ ցախողվել են, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի պրոքսի երկիրն է եւ մեր տարածաշրջանում Թուրքիայի հիմնական գործիքը չի կարող հայ-թուրքական հարաբերությունը կարգավորվել առանց այդ գործիքի համաձայնության եւ շահերը հաշվի առնելու։ Բայց ամեն դեպքում Հայաստանը ընդառաջ գնում է այս պահանջներին եւ սահմանադրության հետ կապված ասացինք փոխենք ցեղասպանության հարցը Փաշինյանը չի օրինակ պնդում, որ պետք է պահանջատիրությունը մենք շարունակենք, այսինքն ընդառաջ քայլեր արվել են ամեն դեպքում Թուրքիային հնարավոր է սա դեր է խաղում։ Անընդհատ ընդառաջ քայլեր արվում են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են խաղաղություն։ Եթե նրանք իսկապես ցանկանային խաղաղություն, այդ զիջումները իմաստ կունենային եւ ինչ որտեղ կտանեին։ Բայց եթե ի սկզբանե ակնհայտ է, որ նրանք խաղաղություն չեն ուզում կամ նրանց ուզածը խաղաղություն չի, այդ զիջումները ոչ միտեղ չեն տանելու, անընդհատ այդ զիջումները ընդամենը ավելանալու են եւ գալու է ինչ որ կետ, ինչ որ կարմիր գիծ, երբ որ մենք արդեն այլևս զիջելու բան չունենք։ Եվ ստիպված ենք լինելու կամ դառնալ վիլայետ, կամ մտնել պատերազմի մեջ։ Իսկ եթե հեռանկարը դա է, այդ դեպքում Հայաստանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի այդ X օրվան առավելագույնս պատրաստ լինի։ Եվ այսինքն առավելագույնս դիմադրողականությունը բարձրացնի եւ ոչ թե հակառակը լրացուցիչ հաղթաթղթեր տա Ադրբեջանին։ Այն ինչը այսօրվա իշխանություններն են անում, անընդհատ լռելով, ոչինչ չանելով, ասելով դե Արցախը, Ղարաբաղը Ադրբեջան է, դա այդ ամեն ինչը ընդ որում 91 թվականից, այդ հայտարարություններ չէ հիմքը, որով Ադրբեջանը այդ դատը սկսեց, որովհետև եթե 91 թվականից հետո արդեն 91 թվականից Ղարաբաղը Ադրբեջան էր եւ վերջ, այդ դեպքում ստացվում որ իսկապես էլ է դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եթե Հայաստանը այդպիսի հայտարարություն արած չլիներ, ավելի լուրջ կռվաններ կունենայինք միջազգային ատյաններում ներկայացնելու, որ դա միջազգային խնդիր է եւ Ադրբեջանի ներքին գործը չի։ Այս դեպքում հարաբերությունների կարգավորման որևէ շանս հնարավորություն դուք տեսնում եք, թե ոչ։ Ինչ ում հարաբերությունները։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել հնարավոր է միայն մի դեպքում, եթե ուժերի բալանսը վերականգնվի համեմատաբար, գոնե մի քիչ։ Երբ որ խոսում են խաղաղության մասին, խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ խաղաղությունը գոնե ինչ որ չափով արդար լինի։ Հակառակ դեպքում դա չի լինի խաղաղություն, դա կլինի կապիտուլյացիա։ Տեսեք, երբ որ հաղթող կողմը Հայաստանն էր, եւ Հայաստանը ասում էր ոչ մի զիջում, դա մեծ հաշվով արդար խաղաղություն չէր։ Այն ինչ որ մենք էինք։ Դրա համար այդ խաղաղությունը տեղի չունեցավ։ Չեղավ դա։ Հիմա նույն վիճակ, եթե Ադրբեջանը ասում է ոչ մի զիջում չեմ անելու, հակառակը դու պետք է անդադ զիջես, էլի խաղաղություն չի լինելու։ Կարող են ինչ-որ փաստաթղթեր ստորագրվել տասնյակներով, բայց դա չի լինի խաղաղություն։ Այսինքն խաղաղությունը միայն թղթի վրա ստորագրված, դա ընդամենը թուղթ է։ Տևական խաղաղությունը այն է, երբ ուժերի որոշակի բալանս կա, մեկ եւ երկրորդ կա հաշտություն։ Այսինքն ասում են լավ ինչ եղել է, հաշտվենք, հասարակությունները հաշտվեն, իսկ որպեսզի այդ հաշտությունը լինի, դա պիտի արդարացի լինի։ Այն որ հասկանում եք Հայաստանը Նիկոլ Փաշինյանը ինչ է արել, չգիտեմ, այն ինչ որ հազարավոր, ինչ որ չի հաջողվել, չգիտեմ, մոնղոլ թաթարներին, սելջուկներին, Լենգ Թեմուրին, Կարակոյուն լուներին, չգիտեմ, Ղազալբաշտին, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է անել, Արցախում հայ չկա, ոչ մի հայ չկա։ Այնտեղ որտեղ 3000 տարի հայեր են ապրել եւ քանի սերունդներ պայքարել են դրան։ Այն ինչ այդ բոլորին չհաջողվեց, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց։ Մեր հասարակությունը դա չի ընդունում։
Եվ ճիշտ է անում, դա հաշտվելու բան չի։ Իսկ հաշտությունը, այսինքն տևական խաղաղության հիմքը հաշտությունն է։ Հաշտությունը պիտի արդարացի լինի, մերը մեզ, ձերը ձեզ։ Ինչ պայմաններով կլինի, այն ժամանակ մենք դրան չհամաձայնվեցինք, մենք պիտի ասենք, չէ, Արցախը մեզ, հարակից տարածքները ձեզ, մենք չհամաձայնվեցինք, այդ հաշտությունը չկայացավ, խաղաղություն չեղավ։ Հիմա Ադրբեջանը ավելին է ուզել նախկինում, երբ ուզեցրել են այդ 7 շրջանները տան, միշտ Ադրբեջանը ավելին է ուզել, դրա համար փակում է եղել գործ։ Չէ, այդպես չի։ Իրականում գնալով նրանք այո սկսել են կար ժամանակ նրանք 5 շրջաններին էին համաձայն, միայն 5 շրջանների։ Դե ամենասկզբում այո։ Հետագայում ինչքան նրանց ժամանակ անցավ, իրենց օգտին։ Այո, այսինքն մենք ժամանակին այդ սխալը գործեցինք, մեր ուզած անարդար հաշտություն էր։ Հիմա իրենց ուզածն է անարդար հաշտություն։ Դրա համար էլ չի լինելու դա։ Եթե իսկապես լինի քաղաքական կամք խաղաղության եւ հաշտության, բոլոր այդ խնդիրները շաբաթների ընթացքում կարող են լուծվել։ Եվ սահմանազատումը, եւ չգիտեմ, գերիների վերադարձի, բոլոր հարցերը շաբաթների ընթացքում կարող են լուծվել։ Եթե այդ կամքը չկա, ցանկացած այդպիսի դետալ օգտագործվելու է որպես հետագա լարվածության օջախ, հետագայում տարածաշրջանի տակ դրված ռումբ։ Հիմա ըստ էության շատերը այսպես կարծիք են հայտնում, որ իշխանությունը ժամանակ է շահում, տեսնի թե ինչ է լինելու աշխարհում, որովհետև անկանխատեսելի իրավիճակ է, նաև ռուս-ուկրաինական պատերազմը ինչպես կավարտվի։ Կա այս խնդիրը եւ սա ինչ է փոխելու մեզ համար։ Ժամանակ շահում են դեպքում, եթե կարողանում են այդ ժամանակը օգտագործել սեփական դիրքերը ամրապնդելու համար։ Եթե դա չեն անում, դա ոչ թե ժամանակ շահել է, այլ ձգձգել ընդհանրապես։ Ինչը ի դեպ Ադրբեջանն էլ է անում։ Նրանք էլ են սպասում տեսնեն, թե ինչպես կընթանան ռուս-ամերիկյան բանակցությունները եւ ինչպիսին կլինի Ամերիկայի իրանյան քաղաքականությունը։ Դրան են սպասում։ Դրա համար միաժամանակ երկու ուղղություններով են աշխատում։ Եվ խոսում են խաղաղության համաձայնագրից, եւ զուգահեռաբար խոսում են ռազմական հռետորաբանություններն ուժեղացնում, ասում են Հայաստանը պատերազմի է պատրաստվում, որովհետեւ իրենք էլ չգիտեն, թե որ ճանապարհով են ընթանալու, դա իրենցից չի կախված։ Դա կախված է դրանից, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները։ Իսկ Հարավային Կովկասում ինչ կլինի, կարծում եք։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել եւ չեմ էլ կարծում, թե որևէ մեկը կարող է պատասխանել, որովհետեւ բառացիորեն օրերի ժամերի ընթացքում է ամեն ինչ փոխվում, բայց վստահաբար արևմուտքին, առաջին հերթին Միացյալ Նահանգներին մեր տարածաշրջանը հետաքրքրելու է զուտ իրանյան քաղաքականության համատեքստում եւ իսկ եթե դա է լինելու հիմնականը, վախենամ, թե Միացյալ Նահանգներին ավելի ձեռնտու կլինի համագործակցել Ադրբեջանի հետ, քան մեզ հետ։ Հայ-ադրբեջանական հարցը Ամերիկայի այսպես ուշադրության տիրույթում չէ կամ առաջնահերթություն չէ։ Իհարկե չէ, դա փոքր հարց է, որը հետաքրքրություն է ներկայացնում այլ ավելի մեծ հարցի համատեքստում, որպես մի օղակ, գուցե կարևոր, բայց ընդհանրապես մի օղակ։ Իրանյան քաղաքականություն մերձավոր արևելք, Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղել կամ չմղել, նրանց բացարձակապես չեն հետաքրքիր չկա հիմա դրված։ Ես վստահ չէի լինի այդքան, իհարկե։ Եվ ոչ էլ այդքան վստահ կլինի, թե այս շատ շուտով Ուկրաինայում խաղաղություն է հաստատվելու։ Հակված չեմ կարծելու, թե այդպես հեշտությամբ, արագ ճնշումներով կարողանալու են այնտեղ 30 օրյա հրադադար, հետո հաստատել խաղաղություն չեմ կարծում։ Այսինքն Թրամփը կարող է խոսել այլ բան եւ անել այլ բան։ Ոչ, Թրամփը կարող է խոսել այլ բան, հետո չստացվի անմիջապես, նա դեպքեր եղել են, չէ՞, մի օրվա մեջ մի քանի անգամ որոշումը փոխել է։ Զելենսկուն անվանում է դիկտատոր, ասում է, որ նրան ոչ մի հենց հիմա օգնությունը դադարեցնում ենք, հետո նա ասում է մետաղների տալիս եմ, անմիջապես ասում է նորից օգնությունը վերականգնում եմ, նորից հետախուզական տվյալները տրամադրում եմ օրերի տարբերությամբ։ Նույնը Ռուսաստանի նկատմամբ վերաբերվում։ Բավականին ջերմ է խոսում Պուտինի հանդեպ։ Ջերմ է խոսում տնտեսական համագործակցության մասին է խոսում։ Այո, հենց այսօր, բառացիորեն այսօր Մոսկվայում բանակցություններ են սկսվել, Ամերիկայի ներկայացուցիչները այնտեղ են։ Եթե այդ բանակցությունները արդյունք չտան, ես վստահ եմ, վաղը Թրամփը կասի, որ Պուտինը դիկտատոր է, որ նրա հետ չհնարավոր չի բանակցել, հաջորդ օրը նորից հակառակը կասի, որտեվ նա գործարքների մասնագետ է, չէ, ինչպես ինքն է ասում, իսկ գործարքը ինչ է նշանակում։ Ճնշումներ, շանտաժ, ստիպել ինչ որ բան ստորագրել, հենց որ զիջման քայլ արեց, դու շատ լավն ես, ապրես, հաջորդ քայլը չարես նորից ճնշումներ, շանտաժ։
Այդ նույն շրջափուլն Զելենսկու հետ կապված կարծես թե հաջողվում է։ Հիմա արդեն համաձայնագիրը կհաջողվի նույնը, որովհետև ամեն դեպքում մասշտաբները համեմատելի չեն։ Նաև խոսենք ներքաղաքական, այսպես ակտիվությունից, ընտրությունների է պատրաստվում եւ ընդդիմությունը եւ իշխանությունը մարտի 30-ին ընտրություններ են Գյումրիում սպասում։ Դուք ինչ սպասումներ ունեք առասարակ, ինչ կարող է լինել Փարաքար համայնքում եւս ընտրություններ են։ Ընտրությունները, եթե շատ անկեղծ ասեմ, ինձ արդյունքները առանձնապես չեն հետաքրքրում, որովհետև դրանք ընդհանրապես համայնքային ընտրություններ են։ Ինձ դա հետաքրքրում է այնքանով, որքանով այսօրվանից արդեն երևակվում է, թե համապետական ընտրությունների ժամանակ քարոզչական ինչ խոսույթ են կիրառելու եւ իշխանությունները եւ ընդդիմությունը։ Այս առումով է կարեւոր։ Իշխանությունն ասել է, իրական Հայաստանի գաղափարախոսությամբ գնում ենք ընտրությունների։ Դե տեսեք, հիմա մոտավորապես նույն վիճակն ինչ 21 թվականի ընտրություններից առաջ։ Ինչն է փոխվել։ Ուժերի հարաբերակցությունը չի փոխվել։ 21 թվականի ընտրություններում ԿՊ-ն երկրորդ տեղը ընթացող ուժից ուղիղ 2.5 անգամ ավելի շատ ձայն ստացավ։ 3 Գելափը այդ հրապարակեց հարցումներ, որտեղ ԿՊ-ի վարկանիշը ուղիղ 2.5 անգամ, էլի ճշգրիտ ուղիղ 2.5 անգամ բարձր է երկրորդ տեղը զբաղեցնող ուժի վարկանիշից, բայց այստեղ մի խնդիր կա։ Ըստ այդ նույն հարցումների 72%-ը կողմնորոշված չի, կամ չի գնալու ընտրությունների, կամ ոչ մեկ հրաժարվում է պատասխանել, կամ քվեաթերթիկը պատրել, մի խոսքով 72%-ը։ Այսինքն ահռելի պոտենցիալ կա։ Եվ այդ պոտենցիալի վրա պիտի աշխատի, դրա համար մի տարի ժամանակ կա։ Ընդդիմությունը բոլորը միասին պիտի աշխատեն։ Եթե չաշխատեն, ունենալու են ճիշտ նույն արդյունքը, որը ունեցան 21 թվականի ընտրություններում, որովհետև այս պահի դրությամբ ելի եմ ասում, ուժերի հարաբերակցությունը նույնն է։ Բայց հիմա առանձին է որոշել մասնակցեն, պայքարեն, ըստ էության այդ համախմբումը չի լինում։ Պարարտվածություն կա։ Խոսում եք Գյումրիի մասին։ Չէ, ես խոսում ընդհանուր։ Ուրեմն կունենան նույն արդյունքը։ Որովհետև ընդդիմության մի մասը կարծում է, որ հիմա ընտրությունների ոչ թե պետք է պատրաստվել, այլ փողոցային պայքարներ պետք է ծավալել եւ մյուս ընդդիմադիր ուժը ընտրությունների է պատրաստվում։ Տեսեք, ընտրություններով իշխանափոխություն չեն իրականացնում։ Նախ լինում է իշխանափոխություն, ստեղծում են նախադրյալները եւ ընտրությունները քվեարկությունը լինում է իշխանափոխության վերջին փուլը։ Իսկ քաղաքական դաշտը հակառակն է անում։ Նրանք սպասում են ընտրությունները, որպեսզի հաջորդ օրը աղմուկ բարձրացնեն, ասեն ինչ ահավոր կեղծիքներ էին, դուրս եկեք փողոց։ Այդպես չի։ Ընտրությունները եզրափակիչ քայլը պիտի լինեն եւ ոչ թե առաջին քայլը։ Նախապես պիտի արվի եւ դրա համար մի տարի ժամանակ կա։ Հիմա եթե այսօրվանից նրանք որոշել են, որ առանձին են գնալու, ունենալու են ճիշտ նույն արդյունքը, խորհրդարանում հայտնվելու է ընդամենը 3 ուժ։ Ինչու եմ գուցե 4, որովհետև Բարգավաճ Հայաստանի վարկանիշը փոքրինչ ավելանում է։ Իսկ դոկ կուսակցությունը ես կարծում եմ կարծես դուրս եկան։ Դե եթե այսպես մի քիչ հումորով ասենք, համարենք, որ Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունը մեր քաղաքական կյանքում մի 10%-ի բաժին ունի, որովհետև դա դուր եթե նրան ազատ արձակեն, դուրս կգա, կխոսի, էլի կդառնա երրորդ ուժը, չէ, մի քանի շաբաթ հետո կմոռանան այդ ուժին ընդհանրապես։ Բայց պատկերը մոտավորապես նույնը կլինի։ Եթե հիմա լինեն, այս պայմաններում լինեն ընտրությունները։ Բայց Փաշինյանը հիմա բավական ակտիվ պատրաստվում է հատիկ առ հատիկ վերադարձի գործընթացն է սկսել, կալանավորումներ, ձերբակալություններ, Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի դեմ մարդը ինչ գիտի դրանով զբաղվում է, ինչը իր մոտ լավ է ստացվում, դա է անում։ Մի անգամ դա արել է, ստացվել է, հիմա երկրորդ անգամ է անում։ Պրոբլեմը դա չի, պրոբլեմն այն է, որ ընդդիմություններն են նույն բանը անում։ Էլի նույն կարգախոսներով դավաճան առանց Նիկոլ Հայաստան, չգիտեմ, առանձին գնանք ճիշտ նույն բաներն են անում։ Էյնշտեյնը ոնց էր ձևակերպել հիմարության, ասում էր հիմարության դասական ձևակերպում որն էր, մարդը ամեն անգամ կատարում է նույն գործողությունը եւ ակնկալում է այլ արդյունք։ Հիմա երկուսն էլ նույն քայլերն են անում։ Նիկոլ Փաշինյանի դեպքում ես հասկանում եմ, նրա համար արդյունքը դրական էր 21 թվականի ընտրությունների, ընդդիմությունը ինչ նույնն է անում։ Իսկ ինչ պետք է անի, ծրագրեր ներկայացնեք, կոնկրետ լուծումներ, ասում են մենք իշխանության չենք, հիմա ինչու պետք է մանրամասն ներկայացնենք, թե ինչ լուծումներ ենք տեսնում։ Հրաշալի, այդ դեպքում թող մնան ընդդիմություն ներկայացնեն։ Իրենք ինչ հույս ունեն, որ մարդիկ հենց այնպես հավատալու են իրենց ծրագրերին։ Չէ, չեն հավատալու։ Իսկ Փաշինյանի այս քարոզչությունը վերադարձի, նաև խստացումները, քրեական գործերը ազդելու են հասարակության վրա։ Իհարկե, եւ Փաշինյանի ներկայացրած քարոզչությունը հավատալ-չհավատալու տարեր չի, ծրագրի տարեր չի պարունակում։
Range Rover-ը խլելու եմ, դա ասենք ինչ կա այդտեղ հավատալ, չհավատալ, կամ դա ինչ ծրագիր է։ Այդտեղ ծրագիր չկա, չէ՞ ոչ ծրագիր կա, ոչ ճանապարհային քարտեզ կա, մուրճը ձեռքս ում գլխին կուզեմ կհարվածեմ, մարդիկ էլ կլսեն կուրախանան։ Դա ծրագիր չի։ Եվ անկախ նրանից թե այդ ռեյնջերը ովքեր կքշեն կամ այդ քյաբաբը ով կուտի, դրանից Հայաստանի վիճակը ոչ լավանալու է, ոչ վատանալու։ Դե ծրագիրը իրական Հայաստանն է ասած, այդ գաղափարախոսությունն է մեր ընտրությունների հիմքը լինելու գնալու։ Այդ իրական գաղափարախոսության հարցով Նիկոլ Փաշինյանը պիտի ընդհանրապես միայն մի հարցի պատասխանի։ Եթե 44-օրյա պատերազմը չլիներ, ինքը այդ գաղափարախոսությունը առաջ կմղեր թե չէ։ Երևի թե ոչ, որովհետև երբեք այդ մասին նախկինում չի խոսել։ Հետևաբար այդ գաղափարախոսությունը պարտության եւ Ադրբեջանի պահանջների հետևանք է։ Չէ՞։ Թող ինքը դա պարզ ասի, ուրիշ բան, եթե ինքը ասեր ես այսպես թե այնպես պատրաստվում եմ, ուղղակի պատերազմը առաջ ընկավ, հա։ Չէ, այսինքն ինչի մասին է խոսքը։ Ինքը ասում է դե ստիպված ենք։ Ասում է դա ստիպված ենք գնալ այդ զիջումները։ Ստիպված ենք որ Հայաստանը պահենք ասում։ Հա, իսկ ում պատճառով։ Իսկ ով երկիրը հասցրեց այդ վիճակին։ Ինքը այսօր ելույթ ունեն, ասում ես միջև հիմա զարմանում եմ, որ մնացել ենք իշխանության, ասում եմ։ Որտեղ ասում մարդիկ էլ են այդպես կարծում, որ ուրեմն իրենց գլխում էլ այդ փոփոխությունը եղել։ Այո, այդպես էլ կա, մարդկանց շատերի գլխում էլ այդ փոփոխությունը եղել, բայց կողքն էլ մի այլ գիտակցում կա, չէ, որ ստիպված է եղել այդ փոփոխությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության նման ապաշնոր իշխանությունը մեզ տարել հասցրել է այս վիճակին։ Այսինքն խնդիրը միայն այս վիճակը չի, այլև դրա մեղավորներն են ակնհայտ։ Նիկոլ Փաշինյանը իր մեղքը չի ընդունում, այս մյուսները գիտեն։ Ասենք, տեսնենք թե ընտրություններում ինչ արդյունքներ կլինեն, բայց ամեն դեպքում, ինչպես դուք նշեցիք, 2 անգամ ավել ձայն էր փաստացի Փաշինյանը ունենում երկրորդ ընդդիմադիր ուժ։ Ուղիղ 2.5 անգամ, ճիշտ նույնքան է տարբերությունը, ինչքան 21 թվականի հունիս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։